Բարի երեկո ժողովուրդ ջան։ Վաղուց եմ խոսել, մի քիչ տրամադրությունս ընկած էր Շմավոնի մավան հետ կապված։ Շատ ծանր տարա, դրա համար էլ ոչ մի վիդեո չէի նկարահանում։ Ընդհանրապես այս երևույթը, երբ որ յուր աղջկա համար, ինչ որ մեքենան խփելու, ինչ որ հայհոյելու համար, բռնում են սենց իրար փոր են թափում։ Դա ասում ամենակ մի բան, որ հոգեկան եք։ Դա ասում նրա մասին, որ դուք հավասարակշռված չեք։ Այո, իմ ազգի մեջ կա մի մասա, մի ստվար զանգված, որ հոգեկան հիվանդ է։ Ամեն մի նյակ ուտում է, հետո էլ ասում է ես հիվանդ եմ։ Ու այս հիվանդներին, որ կալանավորում են, ու հետո բաց թողում, այսի թողեց դասներ, ջահել գլուխը որ կերավ, հա ճիշտ է ինքը իր սրոկը, որ ասում է ամբողջովին նստել էր, բայց կապ չունի։ Այ մարդիկ, ովքեր ահաբեկում են, ովքեր անգամ բլթացնում են, որ ձեր վերջը եկել է, ձեզ սենց ենք անելու, նենց ենք անելու, անգամ նամյոք։ Դրանց այո պետք է հավաքեն։ Դրանց պետք է հավաքեն ու կողեն խուցը։ Ու ոչ թե թողեն պետության ուսերին, որովհետեւ դրանց բերթում պայի, այլ տարեք աշխատանքների։ Տարեք առավոտ ժամը 5-ին այդ նույն կալանավորներին թող քաղաքը մաքրեն։ Հենա այն ձորը, որ մենք ընկած մաքրում էինք, այ տարեք այդ ձորը ու թող մաքրեն։ Այդ շինախ բան թող մաքրեն։ Դրանցից պետք է օգուտ մենակ քաղենք, ոչ թե մենակ մեր վզին նստեն, մենք իրանց այդ կալանավայրերում պահենք։ Ու ընդհանրապես ես այս երևույթին շատ դեմ եմ, այս իրար փոր թափոցին։ Ինչքան էլ ուզում է խնդիր լինի, քաղաքական է, տղայական է, ինչ խնդիր ուզում է լինի, դրա համար ասված ես տվել է լեզու։ Խոսեք այդ տավարներ, խոսեք, հերիքա իրար կյանք փրտեք, իրար կյանք խլեք։ Այդ կյանքը դուք չեք տվել, որ տենց հեշտ խլում եք։ Որ հետո գնում պրիզնատ եք գալի, ում ոտերին է պետք, ձեր այդ պրիզնատ գալը։ Դուք գնում պրիզնատ եք գալի, որ ձեր սրոկները կչացնեք։ Թե չէ ում ոտերին է ձեր ուրիշ բառեր չօգտագործեմ էլի։ Ասենք ջայել տղու կյանքը խլում ես, հետո էլ թե բա ես ինքս եմ պրիզնատ, վեր եմ պրիզնատ գայր, դե արմի ասա։ Բայց մտել եմ ուրիշ թեմայից խոսեմ։ Նայում եմ մեջ միացնի այս ընտրություններին, թե ինչ է կատարվում։ Բացեի բաց, ահաբեկում են, իրանց կներեք արտահայտությանս, իրանց պոռնիկա զավր պահվածքը, իրանց այդ հին մշակույթը, թե Գյումրիում կլներ, թե հիմա էջ միացնում կլնի, առավել եւս որ էջ միացնում այնտեղ մի ուրիշ մաֆիա գոյություն ունի, Գարեգին Բ-ի մաֆիան գոյություն ունի, շատ ուժեղ պայքար է գնալու։ Բայց ես ուզում եմ հարց տամ այդ նույն էջ միացնի ժողովրդին։ Այդ հարց տվեք ձեզ։ Եթե Նիկոլը չգար, եթե Նիկոլը չլիներ, ձեր տղեն, ձեր աղջիկը, ձեր մերը, ում դեմ էր հիմա ֆարսաժով կոֆե դնում, Ես հասկանում եմ, որ բաներ կա, որ սпасել եք, չեք ստացել եւ այլն, դրանից աբիժնիկությունն եք անում, դրանից աբիժնիկ եղած sense չի լինելու տիպը բան, ում եք վնասելու, ասեք, մեզ եք վնասելու, մեզ չեք վնասելու։ Եկել է ժամանակը, որ պատասխանատվություն վերցնեք ձեր վրա, ձեր երեխաների ապագայի համար պատասխանատվություն վերցնեք ձեր վրա ու լուրջ գնաք ընտրություն։ Հերիքա այս թայֆայական, այս ԽԾԲ-ն, այս մեր տղենա, մեր բարեկամն է, ինձ լուսամուտ կառնի, ինձ տռուսիկ կառնի եւ այլն։ Այս մշակույթը թարգեք։ Եթե դուք ուզում եք, որպեսզի ամբողջ աշխարհը ձեզ հարգի, ուրեմն սկզբից ինքներդ ձեզ հարգեք։ Ձեզ հարգեք։ Մտածեք, որ ձեր բալիկը արժանի են ավելին, այլ ոչ թե ինչ-որ գողական մշակույթին։ Ինչ-որ թալանչի, ապուշ, անգրագետ, տգետ համակարգի։ Դուք արժանի եք ավելի լավ կյանքի։ Եվ ուզում եմ դիմեմ այն Ղարաբաղցիներին, այն որ եկել էին այն հին թալանչիների հավաքին։ Արա, ես ուզում եմ մի հատ հարց տամ ձեզ, էլի, դուք вообще նամուս ունեք, հա։ Էսով եք դուք, էս ինչ սորտ եք դուք։ Եկել եք։ Անգամ անուն ազգանունը չգիտեք ում համար եք եկել։ Բայց չէ՞ որ հենց այնպես չեք եկել։ Ասենք եթե դուք չգիտեք ուր եք եկել, ուրեմն ձեզ դերել են։ Ձեզ հաստատ ձրի չէին կարա բերեին, էլի, նենց չի որ հուրի փերի եկել, ձրի սենց գործանող եք։ Դուք անգամ անուն ազգանունը չգիտեք ուր են բերել ձեզ, ում պաշտպանելու, սատարելու համար են ձեզ բերել։ Կամ մի հատ էլ հարց տամ։ Դուք հասկանում եք ինչ է նշանակում թիմ ընտրություններ։ Թիմ ընտրություններում տուն չեն բաժանում, այ հոգնածներ։ Մի հատ ֆիլմ կա, ասում է տուպոյը իշո տուպեյը։ Դուք այդքան տուպո եք, հա։ Իրոք այդքան տուպո եք, ձեզ այդքան հեշտ ախապելը։ Թե փողը տվել էին, բերել էին, այդ բանին արդեն ոտերի չեն, ինչ բլտեսնես արդեն կապ չունի։ Կարևոր եկել ես փողն տվել են։ Հա։ Կամ տուպո եք։ Կամ էլ մայատվայա նիպանիմաց վիճակա ձեր մոտ հայերեն չեք հասկանում։ Ինչ են ասել ձեզ ու ուր են բերել։ Ես դրա համար հարց եմ տալիս։ Դուք ինքնասիրություն ունեք։ Ամոթը գիտեք ինչ է։ Ամոթ, ստիդ, ռուսերեն ասեմ, որովհետև հայերեն չեք հասկանում։ Вам не стыдно? Ղարաբաղսկի է։ Вам не стыдно? Ղարաբաղցիներ, մի հատ հարց եմ ուզում տամ։ Երկրաշարժից հետո Դոմիկում հազարավոր մարդիկ են ապրում Գյումրիում։ Միջև հիմա տուն չունեն։ Միջև հիմա չեն ստացել։ Ու դուք մտածում եք, որ ձեր այդ օլուխը, որ ընդամենը քաղաքապետ առնելու, ձեզ տներով ապահովելու, լուրջ եք ասում։ Հա։ Այդ սահմանամերձ գոտիներում, որ տներ է կառուցվում,
Այդ գյուղապետերն են տալիս, լուրջ։ Իրոք այդքան վատա ձեր վիճակը։ Այդ նույն Նիկոլ Փաշինյանն է տալիս։ Ումից որ տենց աբիժնիկ եք։ Ու են որ ասում եք 5000 երեխու գլուխ տարավ կերավ։ Ես դες մենակ մի բան կասեմ, որ այդ 5000 թիվը լրանալու է, իրոք 5000-ը դառնալու միայն ձեր ընտանիքների անդամների շնորհիվ ու ոչ պատերազմական իրավիճակների պատճառով։ Այլ այնտեղ ավարիա է, սա ֆլանա, հիվանդություն է եւ այլն, որտեղ դուք եք դա ուզում։ Դուք բոլորդ ովքեր ասում եք 5000 զոհ, այդ 5000-ը լրանալու է ուղիղ ձեր ընտանիքներից։ Չկասկածեք, որովհետեւ շատ եք ուզում, որ 5000 լինի։ Հետի մեկ, երկրորդը, այն որ ասում եք ասեց Արցախը Հայաստան է, դրա համար պատերազմ սկսվեց։ Արցախը Հայաստան չէր, բախեինք կռվում, բախեինք պաշտպանում, բախեինք 30 տարի, սոված նստած, պատերը փակ, դռները փակ, այն որ ասում է ամեն մի կալխոզ մակարդակի հասցրած ամեն մի համակարգ, ինչա թե Արցախ ունենանք, բա որ Արցախը Հայաստան չէր, բա չհասկացա, բա այդ 30 տարի խի կարումները սխալում, եթե Արցախը Հայաստան չէր, եթե Նիկոլը սխալ էր, Բա որ Նիկոլը ասում Արցախը Ադրբեջանը, բա դրանից խի եք գյոտ կպնում, Բա խի եք դրանից վարվում, Բա կողմնորոշվեք, հիմա Հայաստանա, թե Ադրբեջանա, ասում Հայաստանա, վարվում եք, ասում Ադրբեջանա, գյոտ եք կպնում, հետո, բա կողմնորոշվեք, բա այդ 5000 զոհ որ ասում եք, չգայիք ձեզ պաշտպանեինք, հա, այսինքն դուք չգայիք, էլի այդքան, մենք չպետք է գայինք ձեզ պաշտպանեինք, ձեզ պետք է սատկացնեին ընդ ձեր ասելով, հա, մենք պետք է թողեինք, թե ձեզ ընդ ոնց են վարում սաղիդ, էդիկը լիներ ճիշտ, չէ, ճիշտ եմ հասկանում Ձեզ հասկանալը ընդհանրապես անհնարին է, բայց փորձում եմ հասկանամ, ուզում եմ հասկանամ։ Հիմա մենք պետք է գայինք ձեզ պաշտպանեինք, կռվեինք Արցախի համար, թե պետք է թողեինք, որ մի հատ լավ ձեզ այնտեղ բնաջնջեին։ Հələ կողմնորոշվեք։ Թե չէ համ Արցախ եք ուզում, ռսի ասած, կներեք արտահայտությանս, բայց այս եթերը իրոք այս վիդեոն ես լրիվ 18+ եմ անում։ Ռսի ասած, и рыбку хотите есть, и нахуй сесть, и сковородку не мыть, так не бывает։ Կարաբախսկիներ։ Ընդհանրապես հին թալանչիներին սատարողներ, մի հատ կողմնորոշվեք։ Մենք պետք է գնայինք կռվեինք մեր ազգին, պաշտպանեինք, փրկեինք, Արցախի հողերը պաշտպանեինք, փրկեինք, պահեինք, թե պետք է թողեինք, որ սակկացնեին։ Մի հատ ինձ ասեք, բացատրեք, ես հասկանամ, որովհետև դուք համ մեղին եք խփում, համ նալին եք խփում։ Որտեղ ձեզ հարմար է, այդտեղ եք խփում։ Բայց որ դուք սենց իշավոտնուկի նման ձեզ շլանգի տեղ դրած սենց որ խփում եք, այդ չի նշանակում, որ անցնում է, Այդ չի նշանակում, որ անցնում է։ Կամ որ ասում եք Արցախը պրիզնատ եկավ։ Այդ ձեր օլուխը ստորագրեց, հանձնեց, դուք դուս եկաք, մենք չստորագրենք, այդ չջոգի էլի, вообще սպա չջոգի։ Չես հասկանում եմ, որ տուպոյ իշո տուպի, ասենք շատ վատ վիճակում է, էս ձեր մակարդակը հասկանալու ուղեղի։ Բայց այդ ո՞նց է ստացվում, որ դուք ստորագրում եք, դուք լքում եք Արցախը, ձեր տերերը այնտեղ զենք չեն տալիս, որ դուք կռվեք։ Հայաստանը մեղավոր է, որ ստորագրել է, որ Արցախը Ադրբեջանը, դո լավ է, լուրջ։ Բա լավ, եթե դուք պատերազմից հետո անմիջապես առավոտից իրիկուն Նիկոլեիք թաղում, որ 5000 զոհ։ Բա թող ստորագրեր, թող շուտ տար, մեկա տալու էր, մեկա ծախելու էր։ Թող շուտ տար, թող երեխեքը ողջ լինեին։ Բայց երկրորդ անգամ որ հարցակվեց, բայց խիղճ մունատ գալիս, որ ոչ մեկը ստեղներից չշարժվեցինք, ոչ մի մեր տղուն չտվեցինք, որ գա պաշտպանի։ Բա այդ ժամանակ խեք մեղադրում։ Բա չենք խառնվել, որտեվ այն ձեր դալբայոբը, որ ասում էր Արցախը Հայաստան ով ասի, դա կարմիր գիծա, այդ ձեր դալբայոբը, վայենի դալբայոբը, որը նույն կերպ մեղադրում է, որ 5000 զոհ ենք տվել։ Լավ, բայց որ հարցակվեցին, մենք էլ զոհ չտվեցինք, համենայն դեպս Հայաստանի Հանրապետությունից։ Այդ նորից գյոտ կպակ, կասեք։ Ախր դուք չեք կողմնորոշվում, ինչի մեջ մեղադրեք, օգնելու, հասնելու, Արցախը Հայաստան համարելու, թե հակառակը Արցախը այլևս Հայաստան չհամարելու եւ չկրվելու զոհեր չտալու։ Մի հատ կողմնորոշվեք։ Դուք եք ու վարիանտներ մեղադրում եք։ Կարող է չոր այնտեղ երրորդ վարիանտ ունեք։ Ուզում եք այդ երրորդ վարիանտը ես ասեմ։ Ձեր տահազ, տխմար երրորդ վարիանտը։ Որ Նիկոլեչը լիներ, այն Շարան Քոչարյանը լիներ, Պուտինը իր ուչիսկովուն, sense Հաշմոտքի կգցեր էլի դեմը, գոնե այն փոքր Արցախը կպահեր։ Առը ձեզ թե կպահեր։ Որովհետև ինքը Ուկրաինա ունի։ Ինքը Ազերի հետ իր արիշ վերիշներն ունի։ Ինքը խորոփած ունի սաղիդ վրա։ Ցավալին այնա, որ դուք այս պետությունը ուզում եք տուլի տանեք։ Գիտեք ում համար։ Այն մարդու համար, որ խորոփած ունի ձեր վրա։ Այդ ձեր պուտլերը։ Ու միշտ է խորոփած ունեցել, որովհետև ինքը իր պետության շահերն առաջ տանում։ Իսկ դուք այդպես էլ չսովորեցիք ձեր շահերը առաջ տանել։
Գիտեք խի, որտեվ CD я сам открою վիճակա ձեր մոտ, օգնածներ, անգրագետներ, տգետներ, ու ես էլիտայ կոչվածնել ինչքան մուսոր կա, լցնում է ձեր դատար գլուխը, որտեվ դատար կա, այո, դատար գլուխը շատ հեշտ է լցնելը։ Առավել եւս, եթե դու բարկացած ես, իրանք դրա համար են ձեզ բարկացնում, որտեվ բարկացած մարդու շատ հեշտ է կառավարելը։ Դե որտեղ դուք եք քանի իմանաք, եթե մարդիկ մտածում են, որ 20 հոգու համար դպրոց կառուցել պետք չի, 7 ընտանիքի համար ճանապարհ կառուցել պետք չի, մսխում եք, видите ли։ Բա, այսքանը